Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, Աֆելի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումն է այսօր Ուրարտու մարզադաշտում Մարսել Նապոլի ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը, այո, սա պատասխան հանդիպումն է, այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է Նապոլիի հաղթանակով 3-2 հաշվով եւ այսօր Մարսելը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանա ռևանշի հասնել եւ դուրս գալ կիսա եզրափակիչ։ Ֆուտբոլիստները խաղին մոտեցել են մարտական տրամադրվածությամբ, դուրս են եկել միայն ու միայն հաղթելու համար։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Եվ այսպես Մարսել Նապոլի խաղը մեկնարկում է գնդակով Նապոլի ֆուտբոլիստներն են։ Այս պայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո արդեն հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Մարսելից, համար 4 Թովմաս Դավթյան, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 9 Համբարձում Մանուկյան, համար 10 Մոսզանյան, համար 11 Գևորգ Հայրոյան, համար 14 Սարգիս Սարգսյան, համար 17 Նարեկ Իսկանդարյան, համար 26 Արման Սահակյան, համար 66 Էդգար Մաղաքյան, համար 88 Արա Հակոբյան և համար 90 Տիգրան Միքայելյան։ Երկար փոխանցում առաջ և դարպասապահ շատ հանգիստ վերցնում է գնդակը։ Հանցնենք Նապոլիին, համար 2 Կարո Պողոսյան, համար 9 Ազիզ Իշմայիլ, համար 13 Միքայել Արաբյան, համար 17 Ռուբեն Ալումյան, համար 18 Ռոբերտ Սահակյան, համար 22 Արա Ավակյան, համար 23 Նարեկ Պողոսյան և համար 77 Միհրան Գրիգորյան։ Հիմա անկյունային իրավունք են վաստակում Մարսելի ֆուտբոլիստները։ Բավականին հետաքրքիր և բովանդակալից հանդիպում է սպասվում բարեկամներ, քանի որ երկու թիմերն էլ խաղում են հարձակողական ֆուտբոլ և հուսանք այսօր ևս ինչպես այս թիմերի առաջին խաղում կտեսնենք գոլառատ ֆուտբոլ, անկյունային իրացված է փոխանցում առաջ, խառը իրավիճակ է և եզրային նետում Նապոլին գնդակը կմսնի խաղի մեջ։ Հայո դժվարի պայքարում Նապոլին հաղթեց 3-2 հաշվով։ Տեսնենք ինչ ընթացք ունենա այսօրվա հանդիպումը։ Եվ հիմա էլ եզրից կնետեն արդեն Մարսելի ֆուտբոլիստները։ Փոխանցում առաջ։ Անհաջող փոխանցում էր հարված դարպասից։ Մի փոքր ավելի ակտիվ են սկսել խաղը Նապոլի ներողություն Մարսելի ֆուտբոլիստները, բայց սա դեռ խաղի մեկնարկն է և իհարկե խաղի տեմպը կարող է փոխվել ամեն րոպե։ Անհաջող փոխանցում։
Փորձում առաջ։ Վտանգավոր կարող է ստացվել։ Չեզոքացնում է սպառնալիքը Նապոլիի ֆուտբոլիստները եւ փորձում են ձեռնարկել հերթական հակագրոհը, բայց հապարջում։ Չնայած որ գնդակը դեռ մնում է Նապոլի մոտ, ես Նապոլի գնդակը կմսնի խաղի մեջ։ Դժվարությամբ են Նապոլիի ֆուտբոլիստները պաշտպանությունից անցնում հարձակման։ Կարճ փոխանցումներով փորձում են շարժվել առաջ։ Անհաջող փոխանցում Մարսելի ֆուտբոլիստը խլում է գնդակը, սլանում է առաջ փոխանցում եւ դարպասապատիրում է գնդակին։ Եվ Նապոլի հերթական գրոհը կենտրոնով շարժում է առաջ հարված եւ դարպասապատիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում առաջ։ Եվ փոխանցում Կրկին Նապոլին է գնդակով, այս անգամ արդեն աչեզում են կազմակերպում իրենց գրոհը։ Անմիջապես շրջափակում է Նապոլիի ֆուտբոլիստին եւ խլում գնդակը, հիմա Մարսելի ֆուտբոլիստին, հիմա Նապոլին է գնդակով, բայց Մարսելի թիմի ավակը խլում է գնդակը, բայց չի կարողանում այն պահել իր մոտ եւ Նապոլին ստանում է եզրային նետման իրավունք։ Ետ փոխանցում Փոխանցում առաջ, բայց հեռացնում է Մարսելի պաշտպանը գնդակը։ Փոխանցում դեպի Աչեզեր։ Հարված անհաջող էր։ Այո, Նապոլին հիմնականում շեշտը դնում է այս խաղում, վտանգավոր դրություն է եւ գնդակը հայտնվում է դարպասում։ Նապոլին բացում է խաղի հաշիվը, բարեկամներ, եւ գոլի հեղինակը Նապոլիի 13 համարն է Միքայել Արաբյան։ Մեկ զրո խաղի 7-րդ րոպեին Միքայել Արաբյանը բացում է խաղի հաշիվը։ Հիմա հերթը Մարսելինն է գրոհելու։ Իհարկե Մարսելը կանի ամեն ինչ որպեսզի հավասարեցնի հաշիվը։ Անհաջող փոխանցում էր։ Սլանում է առաջ։ Փոխանցում է պետք կատարել այստեղ, կարծում եմ։ Գրոհիությունը տեղափոխում են Աչեզեր։ Գեղեցիկ կոմբինացիա է, հարված շեղեր։ Հեռացնում է Նապոլի ֆուտբոլիստը գնդակը եւ հրաշալի կերպով կասեցրեց գնդակը հիմա Մարսելի խաղացողը։ Հեռու տարածությունից փորձում է հարվածել, բայց առավել ավելի շատ փոխանցում էր, քան հարված։ Կրկին Նապոլին է գնդակով, կենտրոնով շարժում է առաջ Նապոլիի ֆուտբոլիստը։ Փոխանցում է պետք կատարել, այո, այդպես էլ անում է։ Դուրս է գալիս հարվածային դիրք։ Հարվածել է պետք, բայց փոխանցում է կատարում Նապոլիի ֆուտբոլիստը։ Գոլից հետո ավելի ակտիվացան Նապոլիի ֆուտբոլիստները, հարված եւ բարձր էր հարվածը։ Մինչ դարպասի գրավումը Նապոլին շեշտը դնում էր իհարկե հակագրոհների վրա եւ
Խփած գնդակից հետո իհարկե Նապոլին էլ ավելի ակտիվացավ, Արաբյանը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, կրկին Արաբյանն է գնդակով հարված և գոլ բարեկամներ 2-0 Միքայել Արաբյան 2-0 Այո, Ալումյանի փոխանցումից հետո Միքայել Արաբյանը կրկնապատկում է հաշիվը դառնալով դուբլի հեղինակ Ռուբեն Ալումյանի գեղեցիկ փոխանցումից հետո հաշիվը դառնում է 2-0 և Մարսելը հայտնվում է բավականին ծանր իրավիճակում Ինչպես նշեցի գոլից հետո Նապոլին էլ ավելի ակտիվացրեց գրողները փորձեց էլ ավելի զարգացնել հաջողությունը և ստացվեց կարողացան կրկնապատկել հաշիվը բայց կրկին գրոհում են Նապոլիի ֆուտբոլիստները Իհարկե հաշիվը կարող է փոխվել րոպեների ընթացքում, քանի որ ֆուտբոլը ինքնին դրվագի խաղ է և ամեն դրվագ կարևոր է, որպեսզի ուշադիր կերպով Նապոլին փորձի նաև պաշտպանվել, քանի որ Մարսելի գրողները բավականին վտանգավոր են Փոխանցում առաջ Հեռացնում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստները Խախտում, այո, խաղի կանոնների խախտում Նապոլին ինչպես հրաշալի կերպով հարձակվում է, այնպես էլ ունի շատ ամուր պաշտպանություն Դա է պատճառը, որ Մարսելին դեռևս չի հաջողվում գրավել մրցակցի դարպասը Կրկին Նապոլին է գրոհում աջ եզրով Փոխանցում է պետք կատարել, բայց գնդակը հատել էր եզրային գիծը Կրկին եզրային նետում Եթե Նապոլին առաջին կեսում գոնե կրճատի հաշվի տարբերությունը երկրորդ կեսում էլ ավելի հեշտ կլինի նրանց համար հավասարեցնելու հաշիվը բայց դա էլ բավական չէ որպեսզի դուրս գան Իսա եզրափակիչ պետք է գոնե երկու գնդակի տարբերությամբ հաղթեն այսօր մրցակցին Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, դարպասապահ շատ հանգիստ վերցրեց գնդակը և այն անմիջապես ուղարկեց դեպի խաղընկերը Չհասավ, ուժեղ էր փոխանցումը, բայց Մարսելի դարպասապահ առաջին հասավ գնդակին, բայց հեռացնելու փոխարեն այն դուրս բերեց դաշտի սահմաններից անկյունային խաղարկում են Հարված Պաշտպանը փակում է հարվածի ճանապարհը եզրային նետում Շարունակում են գրոհել Մարսելի Նապոլիի ֆուտբոլիստները Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Չեզոքացված է սպառնալիքը
Եվ իմ այլ Մարսելի հակագրողը տեսնենք ինչ զարգացում կստանա բարեկամներ ձախեզոր շարժում են առաջ փոխանցում վտանգավոր դրություն է հարված բավականին վտանգավոր գրող էր եւ հրաշքով գնդակը չհայտնվեց Նապոլիի դարպասում չեն շտապում Նապոլիի ֆուտբոլիստները առաջ շարժվելու համար Նապոլին գնդակով փոխանցում դեպի կենտրոն, բայց ուժեղ էր չհասավ փոխանցումը խաղընկերոջը խաբս է տալիս փոխանցումը պետք է կատարել այստեղ Անմիջապես շրջափակեցին Նապոլիի ֆուտբոլիստները, թույլ չտվեցին, որպեսզի փոխանցում կատարի եւ եզրից գնդակը կնետեն խաղի մեջ Մարսելի խաղացողները Նապոլին է գրոհում կենտրոնով, փոխանցում խաբս է տալիս հարված և փակում են հարվածի ճանապարհը այս գրոհը շարունակվում է Հրաշալի կերպով են համագործակցում խաղադաշտում Նապոլիի ֆուտբոլիստները փոխանցում առաջ Առաջացած է գնդակը և Նապոլին իր կիսադաշտից նորից կփորձի գրոհ կազմակերպել անհաջող փոխանցում հիմա Մարսելի հերթ է գրոհելու Հրաշալի փոխանցում կարող է ստացվել, բայց Նապոլիի պաշտպանը հեռացնում է գնդակը Հանդիպան 16-րդ րոպեն է Մարսել Նապոլի 0-2 Նապոլին 2-0 հաշվով հաղթում է Միքայել Արաբյանի դուբլը դեռևս հաղթական է այսօրվա խաղում Հասնում է, կհասնի ոչ Ուժեղ թողեց գնդակը իրենից առաջ երկար թողեց և չկարողացավ հասնել Մարսելի 14 համարը Եվ երկար փոխանցում առաջ Հասնում է գնդակին Միլան Գրիգորյանը գնդակը թողնում է Ռուբեն Ալումյանին խաբս է տալիս Խանցում առաջ Խաղթում է կանոնները Նապոլիի ֆուտբոլիստը Ամեն ինչ կարգին է կարող են խաղարկել Տուգանայինը Արված է դարպասին, բայց բարձր է ընկանում արվածը
Ռոբերտ Սահակյան, փոխանցում Ռուբեն Ալումյան։ Պետք է հեռացնել գնդակը սեփական տուգանային հրապարակից։ Պետք չէ սեփական տուգանայինում նման կանգավոր փոխանցումներ կատարել, որը կարող է իհարկե ճակատագրական լինել։ Ահա սխալ փոխանցումը եւ եզրից Մարսելը գնդակը կմստի խաղի մեջ։ Մնում է գնդակը Մարսելի մոտ, Ձախեզոր շարժում է առաջ։ Եվ գնդակի կորուստ պարզ իրավիճակում, Նապոլի գրոհը ևս սախողվում է։ Մարսելն է գնդակով հարված և մի փոքր բարձր է ընթանում հարվածը։ Ալումյան Իրան Գրիգորյան փորձում է խաբս տալ, բայց խլում է գնդակը Մարսելի խաղացողը և վաստակում եզրային նետման իրավունք։ Գրոհը շարունակում է։ Փոխանցում։ Հարված և բարձր է ընթանում հարվածը։ Ոչ մի կերպ բարեկամներ չի ստացվում Մարսելի ֆուտբոլիստերին գրավել մրցակցի դարպասը։ Կամ տիրում է Նապոլի դարպասապահ գնդակին, կամ հարվածը բարձր է ընթանում։ Մարսելն է գնդակով։ Հիմա Նապոլի հակագրոհը կենտրոնով շարժում է առաջ։ Փոխանցում Աչեզեր։ Հարվածը չի ստացվում։ Չհասավ գնդակին հիմա Նապոլի ֆուտբոլիստը, հրաշալի գոլ կարող է ստացվել։ Փոխանցում։ Մի փոքր ընկավ։ Խաղի տեմպը։ Երկար փոխանցում առաջ, բայց փոխանցումը չասավ հասցեատիրոջը։ Ալումյան։ Անջել է Ռոբերտ Միրան Գրիգորյանը։ Եվ Մարսելը կփորձի ձեռնարկել իր հերթական գրոհը, տեսնենք ինչ զարգացում կստանա։ Գրոհի ուղղությունը տեղափոխում են Աչեզեր։ Մարսելը ևս հրաշալի կերպով Մարսելի ֆուտբոլիստները համագործակցում են խաղադաշտում։ Այս կրկին գնդակի կորուս վճռորոշ փոխանցումը չի ստացվում Մարսելի մոտ։ Եվ հարված դարպասից չկարողացավ ընդունել գնդակը Միրան Գրիգորյանը։ Եվ հիմա Մարսելը կփորձի կազմակերպել իր հերթական գրոհը։ Գրիգորյան։ Ռուբեն Ալումյան։ Սլանում է առաջ Նապոլիի երկու համարը, փոխանցում է պետք կատարել այստեղ և կորցնում գնդակը պարզ իրավիճակում կարելի էր ավելի շուտ փոխանցում կատարել։
Մարսելը գնդակով ետ փոխանցում նկատել էր խաղանկերոջով ձախ եզրով փորձեց ազատ դիրք գրավել, բայց փոխանցումը անհաջող էր Իսկան Նապոլիի պատասխան փոխանցումը ուժեղ էր և հարված Մարսելի դարպասից Երկար փոխանցում առաջ Եվ վերջ բարեկամներ առաջին խաղակեսը ավարտվում է Առաջին կեսից հետո Նապոլին հաղթում է 2-0 հաշվով Այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Մաֆելի Եվրոպա լիգայի 4-րդ եզրափակիչ Մարսել Նապոլի պատասխան հանդիպումը Առաջին կեսից հետո Նապոլին հաղթում է 2-0 հաշվով Միքայել Արաբյանի խփած երկու գնդակները դեռևս հաղթական են այսօրվա խաղում Նապոլիի համար Հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք այն անցավ 2 գրոներով Սակայն Ի տարբերություն Մարսելի, Նապոլին երկու անգամ կարողացավ իր գրողները ավարտել դարպասի գրավմամբ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ կեսը Հիշեցնեմ, որ այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է Նապոլիի հաղթանակով 3-2 հաշվով Եվ կրկին Նապոլին է գնդակով փոխանցում առաջ, հեռացված է գնդակը Մարսելն է գնդակով, բայց դարպասապատիրում է գնդակին Երկար փոխանցում առաջ դեպի Միքայել Արաբյանը, բայց փոխանցումն ուժեղ էր և հիմա Մարսելը կզարգացնի իր գրոհը Մարժում է առաջ, փոխանցում Գեղեցիկ փոխանցում էր, բայց դարպասապահն առաջինն է հասնում գնդակին և այն անմիջապես ուղարկում դեպի խաղընկերը Շարժում է առաջ Նապոլիի ֆուտբոլիստը փոխանցում Բայց կարծես վնասվածք է ստացել Մարսելի 7 համարը Սուլիչիկը կարող են շարունակել հանդիպումը Անհաջող փոխանցում հիմա Մարսելը գնդակով Փոխանցում առաջ Հարված Հեռացված է գնդակը, բայց այն մնում է Մարսելի մոտ Նապոլին է գնդակով Արաբյան հարված շեղեր Երկու թիմերն էլ ակտիվորեն են սկսել երկրորդ խաղակեսը դեռևս երկրորդ կեսում խփած գնդակ չունենք Ուժեղ էր փոխանցումը
Խելում է գնդակը Նապոլի ֆուտբոլիստը, ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Եվ անկյունային։ Խաղարկում են անկյունայինը Մարսելի ֆուտբոլիստները, բայց անհաջող գրոհի փորձ։ Հարված։ Գրիգորյանը հեռացնում է գնդակը, Արաբյանը ստանում է։ Հարված։ Պաշտպանը փակում է հարվածի ճանապարհը, բարեկամներ։ Սակայն միշտ դարպասապակը հեռացներ գնդակը, արդեն այն հատել էր սահմանային գիծը և անկյունային։ Եզրային նետում, այստեղ Գրիգորյան, հարված, մի փոքր շեղությամբ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից և հիմա Մարսելի դարպասապահ գնդակը կմսնի խաղի մեջ։ Չեն դադարում Նապոլիի գրոհները, փորձում են էլ ավելի զարգացնել իրենց հաջողությունը։ Սկա Մարսելն էլ իր հերթին փորձում է կրճատել հաշվի տարբերությունը, բայց խաղի կանոնների խախտում այստեղ։ Կարող է հարվածել նաև այս դիրքից, բավականին հարմար դիրք է հարվածելու համար, Միրան Գրիգորյանն է գնդակի մոտ։ Աստեն Գրիգորյան, հարված, պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա են ընդունում հարվածը, բայց գրոհ շարունակվում է Գրիգորյան։ Երկար փոխանցում դեպի ձախ եզր։ Փոխանցում է պետք է այստեղ կատարել, այո, այդպես էլ անում է Ռոբերտ Սահակյան։ Հալումյան։ Հասավ գնդակին։ Չեզոքացնում են սպառնալիքը Մարսելի ֆուտբոլիստները, հիմա եզրային նետում։ Փոխանցում, հարված։ Գրիգորյանն էր հարվածում դարպասին, բայց մի փոքր շեղ է ստացվում հարվածը։ Փոխանցում առաջ կհասնի արդյոք խաղընկերը գնդակին։ Մարսելն է գնդակով, երկու ֆուտբոլիստերով շրջափակում են Մարսելի ֆուտբոլիստի խլում գնդակը, Միքայել Արաբյան, վտանգավոր դրությունը և 11 մետրանոց։ 11 մետրանոց հարված, հենց խաղի հերոսը Արաբյանը վաստակում է 11 մետրանոց և կարծում եմ հենց ինքն էլ կիրացնի։ Հրվացի Նարեկ Պողոսյանը, համար 23։
Տեսնենք, Պողոսյան, Նարեկ Պողոսյան, հարված և դարպասացողն է հիմա փրկում Մարսելին, այք ես հարված, չկարողացան Նապոլի ֆուտբոլիստերը երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, հորիզոնական դարպասացողը փրկեց Մարսելին, հիմա Տուգանային իրավունք են վաստակել Մարսելի ֆուտբոլիստները կարող են իհարկե կրճատել հաշվի տարբերությունը բավականին հարմար դիրք է հարվածելու համար մի փոքր հեռու է, բայց կարծում եմ հարված է դարպասին Մարսելի 77 համարը հարված հեռացված է գնդակը բայց գրող շարունակվում է հարված բարձր են տանում հարվածը հարված Նապոլի դարպասից փոխանցում առաջ հարված բավականին վտանգավոր հարված էր բայց կրկին բարձր են տանում հարվածը Կայո Մարսել Նապոլի 0-2 Նապոլին հաղթում է Գեղեցիկ փոխանցում էր Սլանում է առաջ և խաղթում Խաղի կանոնների խաղթում Կրկին վտանգավոր դիրքում Մարսելը ստանում է Տուգանային հարվածի իրավունք Հարված Ինչպիսի հարված էր Թնդանոթային հարված կատարեց Մարսելի 77 համարը և հրաշքով գնդակը չհայտնվեց դարպասում Ուժեղի փոխանցումը Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից Ամենակիչը 3 գնդակ դեռևս պետք է խփեն Մարսելի ֆուտբոլիստները Գրիգորյան փոխանցում առաջ անհաջող էր փոխանցումը բայց Գրիգորյանը կարողանում է վաստակել եզրային նետման իրավունք Հեռացնել է պետք Գնդակը դիպավ Նապոլի ֆուտբոլիստի ձեռքին Եվ հերթական ստանդարտը կտեսնենք Մարսելի ֆուտբոլիստների կատարմամբ Խաղարկում են Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Հարված բարձր էր հարվածը Փոխանցում առաջ Արաբյան Հրաշալի փոխանցում դեպի Միրան Գրիգորյանը Աչեզո շարժում է առաջ Գրիգորյանը Պողոսյան խաղում է Գրիգորյանի հետ խլում են գնդակը Մարսելի խաղացողները բայց գրողն անհաջող էր
Սահակյանը խլում է գնդակը և սլանում առաջ, Հարաբյան։ Հարաբյանն արդեն իր գործը արել է, դարձել է դուբլի հեղինակ։ Տաս ռոպե, հանդիպման ավարտին, Մարսել Նապոլի 0-2, խանցում առաջ, վտանգավոր դրություն է, դարպասապը հրաշալի է խաղում, փրկելով դրությունը և հարված դարպասից։ Հոսյան, խացում առաջ, անհաջող փոխացում էր։ Հրաշալի խաղում Իրան Գրիգորյանը ստիպում է մրցակցին գնդակը դուրս բերել եզրից։ Խացում առաջ։ Հարված և հերթական եզրային նետումը հաղթում է Նապոլին և կրկին գրոհում է Նապոլին։ Խանցում դեպի Տուգանային հրապարակ։ Խանցման այնտեղ ոչ ոք չէր սպասում։ Ձերը նայ, ձերը։ Կրկին ստանդարտ իրավիճակ։ Մարսելն է խաղարկում, փոխանցում դեպի կենտրոն։ Բավականին հրաշալի կերպով են պաշտպանվում Նապոլի ֆուտբոլիստները։ Ոչ մի կերպ թույլ չեն տալիս մրցակցին գրավել իրենց դարպասը, իհարկե այստեղ պետք է նշենք դարպասապահ հրաշալի խաղը Նապոլի։ Մարսելն է գնդակով փոխանցում, հարված անհաջող էր։ Չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում այսօր Մարսելի ֆուտբոլիստների մոտ գրավել մրցակցի դարպասը։ Շարժում է առաջ, փոխանցում։ Պողոսյան, փոխանցում առաջ։ Չասավ փոխանցման Հարաբյանը։ Հարված թույլ էր։ Թույլ էր հարվածը և գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հրաշալի կերպով Մարսելը կարճ փոխանցումներով ներխուժում է մրցակցի Տուգանային հրապարակ, սակայն վճռորոշ հարվածը չի ստացվում Մարսելի ֆուտբոլիստների մոտ, պակասում է դիպուկությունը։ Խանցում առաջ։ Անկյունային հարվածի իրավունք են վաստակում Նապոլի ֆուտբոլիստները։ Փոխանցում առաջ, անհաջող։ Փոխանցում։ Սլանում է առաջ Մարսելի ֆուտբոլիստը։ Հրաշալի անցում էր, փոխանցում։ Չկարողացավ հարվածել հիմա խաղընկերը։ Փոխանցում։ Դարպասապահը վերցրեց գնդակը և այն անմիջապես փոխանցում է խաղընկերոջը։ Պողոսյանը սլանում է առաջ Զախեզրով։
Փորձում է խապս տալ, բայց կորցնում է գնդակը։ Եվ հիմա էլ Մարսելն է վաստակել անկյունային հարվածի իրավունք, փոխանցում առաջ։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել, չստացվեց հարվածը։ Հարված է բավականին ուշքու հարված էր, բայց հարվածը մի փոքր բարձր է ընթանում։ Մարսելը գնդակով։ Ճիշտ է քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին բարեկամներ, բայց Մարսելը չի հանձնվում։ Անդադար գրոհում են, փորձում են կրճատել հաշվի տարբերությունը, հարված! Եվ հիմա էլ մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սյան Գարժբե առաջ, խապս է տալիս։ Հրաշալի է խաղում, փոխանցում է պետք կատարել Արաբյան, հարված, գոլ։ 3-0, Պողոսյանը հաշիվը դարձնում է 3-0։ Երեք 0 բարեկամներ, Նարեկ Պողոսյանը Միքայել Արաբյանի փոխանցումից հետո կարողանում է վարպետորեն խաղալ, գրավել դարպասը 3-0 և այո Նապոլին դուրս է գալիս Եվրոպա լիգայի կիսա եզրափակիչ։ Կրկին Նապոլին է գնդակով, կորցնում են հիմա Մարսելի արագ հակագրոհը, կենտրոնով շարժում է առաջ, բայց վաստակում են եզրային նետման իրավունք Մարսելի ֆուտբոլիստները։ Ալումյան սլանում է առաջ։ Տեսնում է ազատ դիրքում գտնվող Գրիգորյանին, որը ստանալով գնդակը կորցնում է վարկյան նրանց, իսկ հիմա Մարսելն է գնդակով։ Հարված։ Եվ գնդակը դարպասում է։ Համարը որն է։ Երեք մեկ վերջապես Մարսելին հաջողում է գրավել մրցակցի դարպասը, Մոզանյանն է դառնում գոլի հեղինակ։ Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին, Մարսել Նապոլի 1-3 փոխանցում առաջ, հարված և բարձր է ընթանում հարվածը։ Կրկին Մարսելն է գնդակով, փոխանցում կենտրոն, հապս է տալիս, փոխանցում է պետք կատարել հարված և գոլ։
3-2 բարեկամներ հաշվի տարբերությունը հասցնում են նվազագույնի։ Վտանգավոր դրություն է։ Երկար փոխանցում առաջ։ Հապսը տալիս, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Գրիգորյան փոխանցում, հապսը տալիս։ Հարված, անկյունային։ Փոխանցում դեպի տուգանային հրապարակ, դարպասապը վերցրեց գնդակը և այն անմիջապես ուղարկում է առաջ։ Ուժեղ էր, բայց կասեցնում է գնդակը։ Հապս է տալիս։ Փոխանցում։ Փոխանցում կենտրոն։ Հեռացված է գնդակը Գրիգորյան։ Նապոլին է գնդակով, Արաբյան, խապս է տալիս, շարժում է առաջ, Արաբյան, չի կարողանում, Միքայել Արաբյանը կարող էր դառնալ էտրիկի հեղինակ, վնասված կստացել Նապոլիի ֆուտբոլիստը։ Տուգանային հարված իրացնում են Մարսելի ֆուտբոլիստները, փոխանցում առաջ։ Փոխանցումը ուժեղ էր։ Արաբյանը չհասավ գնդակին։ Փոխանցում առաջ, հեռացված է գնդակը։ Վերջ բարեկամներ, հանդիպումն ավարտվում է, Մարսելը կրկին պարտվում է 2-3 հաշվով։ Նապոլին դուրս է գալիս կիսա եզրափակիչ։ Շնորհավորում եմ Նապոլիի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ և այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից, այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։